Բարև ձեզ հարգելի բարեկամներ, առողջություն բոլորիդ։ Այսօր կխոսենք հանքային քարերից ևս մեկի մասին, հանրահայտ զմռուխտի մասին։ Ձեզ շատերը երևի ունեն նաև այդ քարը, որը շատ օգտակար է եւ օժտված է բուժական հատկություններով։ Զմռուխտը իր բնույթով սառն է եւ չոր, օժտված է չորացնող հատկությամբ։ Այն կանաչ գույնի է։ Եթե զմռուխտը պահեք լեզվի տակ, ապա այն սրում է միտքը եւ հնարամտությունը։ Իսկ եթե զմռուխտի փոշին լցնեք աչքի մեջ, ապա ամրացնում է աչքը եւ վերացնում է բվի վրայի սպիտակ կետը, այդ հատը։ Զմռուխտը օժտված է նաև որովայնի խոռոչի բոլոր տեսակի հիվանդությունների բուժմամբ, լավացնում է այդ հիվանդությունները։ Եթե կտրում է արյունահոսությունը, դադարեցնում է արյունահոսությունը։ Եթե դուք այն պահեք ձեզ մոտ, ապա կազատվեք թունավորումներից, բորոտությունից, հոդացավերից եւ ատամի հիվանդություններից։ Զմռուխտը օգնում է նաև կնոջը հղիանալու եւ պտուղը պահպանելու։ Ամուսնական անհավատարմության ժամանակ զմռուխտը ճաքում է։ Հարգելի բարեկամներ, այսպիսի հիանալի հատկություններ ունի զմռուխտը, դուք կարող եք այն օգտագործել ներքին ընդունման համար, նրա չափաբաժինը 0.18 գրամ է։ Այն հաճելի չի միզապարկի համար, այսպես ասած։ Զմռուխտով ջուրը, եթե դուք թրմում եք որն է, ջրի մեջ գցում եք զմռուխտ, այն մնում է մի քանի ժամ, ապա այդ ջրով եթե այրվածքները, տաք ջրով այրվածքները ողողեք, ապա այն արագորեն լավանում է։ Դա այսքանը զմռուխտի մասին, խնդրում եմ, եթե ձեզ հաճելի է, գրանցվեք, տարածեք, հավանեք մեր հաղորդումները,